Վերջին զանգը հեռուստասերիալի ավարտական սերիաների նկարահանումներն ընթանում են ամբողջ թափով և արդեն հրապարակված կադրերը հուշում են, որ հեռուստադիտողներին սպասվում են ոչ միայն լարված, այլև խորապես հուզիչ ու ճակատագրական զարգացումներ։ Կադրերից պարզ է դառնում, որ Ֆաինան վերադարձել է սերիալ։ Նրա հայտնվելը պատահական չէ և պարզապես երկրորդական գիծ չէ։ Ֆաինան այն կերպարներից է, որը երկար ժամանակ բացակայում էր, բայց իր մեջ կրում էր ճշմարտության ծանր բեռ։ Նա գիտեր այն, ինչ շատերը չէին համարձակվում ասել, տեսել էր այն, ինչի մասին լռում էին։ Վերջին սերիաներում նրա վերադարձը կարծես խորհրդանշի մեկ բան՝ բոլոր չասված խոսքերը պետք է վերջապես հնչեն։ Ամենամեծ քննարկում առաջացրած կադրերից մեկն այն է, որ Անգելինան գնում է Հենրիի տուն, և ոչ միայն գնում է, այլ այնտեղ հանդիպում է նաև Հենդոյին ու Միքայելին։ Այս կադրերն ակնհայտորեն հուշում են, որ Անգելինայի ու Հենրիի հարաբերությունների մեջ ինչ-որ բան փոխվել է։ Հնարավոր է, որ նրանք հաշտվել են ու Անգելինան վերադարձել է Հենրիի տուն, չնայած դավաճանությանը, ցավին, գաղտնիքներին ու լռությանը, հավանաբար նրանց միջև տեղի է ունեցել հաշտություն, բայց դա պարզ հաշտություն չէ, դա ծանր, հասունացած, ցավով անցած որոշում է։ Վերջին սերիաներում Հենրին այլ մարդ է, նա այլևս չի փախչում, չի լռում, չի թաքնվում իր հոր ստվերի հետևում, նա փորձում է արժանանալ ոչ միայն Անգելինայի, այլև Աննայի ներմանը։ Նա հասկացել է, որ սերը պահանջում է պատասխանատվություն, ոչ թե միայն զգացմունք։ Անգելինայի ներկայությունը նրա տանը կարող է նշանակել մեկ բան՝ նա պատրաստ է լսել, հասկանալ և գուցե ներել։ Միքայելի կերպարը վերջին սերիաներում կանգնած է իր կյանքի ամենածանր փուլում։ Նրա բոլոր մեղքերը բացահայտված են, նրա արած յուրաքանչյուր քայլ իր հետքն է թողել բոլորի ճակատագրերի վրա։ Հենդոն այն հայրն է, որի լռությունը տարիներ շարունակ թույլ է տվել, որ չարը խորանա։ Վերջին սերիաներում այս երկու կերպարները կանգնած են անխուսափելի հարցի առաջ՝ կա՞ արդյոք փրկություն, երբ ճշմարտությունն արդեն բացահայտված է։ Սերիալի ավարտական հատվածն այլևս կառուցված չէ ինտրիգների վրա, այլ պատասխանների։ Ով և ում է ներելու, ով է վճարելու իր մեղքերի համար, ով է մնալու մենակ և ով է վերջապես գտնելու խաղաղություն։ Ֆաինայի վերադարձը, Անգելինայի քայլը դեպի Հենրիի տուն, ընտանեկան նույն տարածքում հավաքված կերպարները բոլորը հուշում են, որ վերջին սերիաները լինելու են ճշմարտության, ոչ թե գաղտնիքի մասին։ Վերջին զանգը չի ավարտվելու աղմկոտ երջանկությամբ կամ պարզ լուծումներով, այն ավարտվելու է հասուն, ծանր, բայց արդար ավարտով։ Այստեղ սերը հաղթում է ոչ թե հեշտությամբ, այլ ցավի միջով անցնելով։ Ներումը չի տրվում միանգամից, իսկ մեղքերը չեն մոռացվում, պարզապես ընդունվում են։ Առջևում սպասվում են սերիալի ամենազգացմունքային, ամենախորը և ամենահիշվող սերիաները, որոնք երկար կմնան հեռուստադիտողի հիշողության մեջ, և երբ հնչի վերջին զանգը, յուրաքանչյուր կերպար արդեն կունենա իր պատասխանն ու իր գինը։ Անգելինայի վերադարձը Հենրիի տուն այլևս պարզապես սիրային քայլ չէ, սա կնոջ որոշում է, ով անցել է կորստի, խաբեության, ինքնության փլուզման և ճշմարտության ամենածանր ճանապարհով։ Նա հասկացել է, որ Հենրին միայն Միքայելի որդին չէ, նա նաև այն մարդն է, ով տարիներ շարունակ ապրել է նույն ստի ներսում, նույն վախի տակ։ Անգելինան դեռ վիրավորված է, դեռ ցավ ունի, բայց նա նաև գիտի իր ներսում նոր կյանք կա, և այդ կյանքը չի կարող ծնվել ատելության մեջ։ Հենրիի տունը վերջին սերիաներում դառնում է խորհրդանշական տարածք, այստեղ են հավաքվում անցյալն ու ներկան, մեղքը և հույսը, լռությունն ու խոստովանությունը։ Միքայելն այստեղ այլևս ուժեղ չէ, Հենդոն այլևս չի կարող թաքնվել։ Հենրին առաջին անգամ տանտեր է ոչ թե տան, այլ իր կյանքի։ Եվ Անգելինան այդ տան մեջ է հայտնվում ոչ որպես հյուր, այլ որպես մարդ, ով իրավունք ունի հարցնելու, պահանջելու և որոշելու։ Ֆաինան վերջին սերիաներում դառնում է այն կերպարը, որ վերջնականապես փակելու է պատմության բաց օղակները։ Նա այն մարդն է, ով ժամանակին լռել է, բայց հիմա եկել է խոսելու։ Նրա վերադարձը հուշում է, որ սերիալը չի ավարտվելու կիսատ խոսքերով։ Ֆաինան պատրաստ է ասել այն, ինչ ուրիշները չեն համարձակվում։ Չնայած արտաքին հանգստությանը, սոսի ներսում փոթորիկ է։ Նա վերջապես ունի դուստր, բայց չի կարող վերադառնալ անցյալ։ Նա սիրում է Աննային, բայց հասկանում, որ այդ տարիները խլել են իրենց հնարավորությունը։
Սոսի կերպարը վերջին սերիաներում դառնում է ցավի և արժանապատվության մարմնացում, նա չի պահանջում, չի ստիպում, չի խանգարում, նա պարզապես ընդունում է ճշմարտությունը, որքան էլ դա ցավոտ լինի։ Եթե Աննան փրկվի, նրա հանդիպումը Անգելինայի հետ կլինի սերիալի ամենախորը պահերից մեկը, առանց բարձր խոսքերի, արցունքներ ու գրկախառնություն։ Աննան չի պահանջելու վերադարձնել կորցրած տարիները, նա պարզապես կփորձի լինել նրա կողքին։ Լիլիթը այլևս չի կարող փրկվել, նրա քայլերը չափազանց հեռուն են գնացել, նրա մեղքերը չափազանց ծանր են։ Վերջին սերիաներում հարցն այլևս ոչ թե այն է կպատժվի Լիլիթը, այլ ինչպես։ Վերջին զանգը չի ավարտվելու հեքիաթի նման, այն ավարտվելու է իսկական կյանքի նման։ Այստեղ ոչ բոլորը կլինեն երջանիկ, բայց բոլորը կլինեն ճշմարտության մեջ։ Սերը կփրկի նրանց, ովքեր պատրաստ են ընդունել պատասխանատվություն։ Մեղքը կկործանի նրանց, ովքեր չեն կարողանում կանգ առնել, և վերջապես կհնչի վերջին զանգը, որը կլինի ոչ թե ավարտ, այլ հիշեցում, որ յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը։ Առջևում են սերիալի ամենազգացմունքային, ամենախորը և ամենահիշվող դրվագները, որոնք երկար կմնան հեռուստադիտողի հիշողության մեջ։